մեկ ընդհանուր նպատակի է ծառայում ազատել երկիրը այս ազգադավ դավաճան պետականական վարչապետից ու իր թիմից։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության քաստինգ է հայտարարել եկեղեցու շուրջը այս խնդիրները հանգուցալուծելու, մեյլներ գրել, որ մարդիկ, ովքեր համապատասխանում են որոշակի չափորոշիչների, դիմեն, հասկանան, թե ինչպես են կաթողիկոսին հեռացնելու վեհարանից։ Ընդհանրապես այս օրերի զարգացումները ձեզ ինչի մասին է հիշում։ Ընդհանրապես այս օրերի զարգացումը խոսում է միայն մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, ձեռքը գցում է փրփուրներից, նա ինքը շատ լավ գիտի հանրության կարծիքը իր վարչապետության, իր իշխանության վերարտադրման եւ ավելի շուտ շատ լավ գիտի, թե իր խոստումները չկատարելու այդ դեպքում ինքը ում առաջ ինչ պատասխանատվություն է կրելու եւ դրա համար ինքը հնարավորություն պետք է ունեն իրեն բերողների առաջ։ Այդ ինքը գիտի։ Դաշնակցությունը չընտրեց։ Այդ ինքը շատ լավ գիտի։ Թվին դաշնակցությունը չօգնեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ դառնալ։ Բայց Նիկոլ Փաշինյանի վարչապետ չբերեց դաշնակցությունը։ Դաշնակցությունը գնաց հանրության պահանջը կատարելուն, այնպես որ դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Դաշնակցությունը հիմա ասի ինչու է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ դուրս եկել, որտեղ դաշնակցության աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ։ Գիտեք ինչ, դաշնակցությունը կատարեց հանրության փողոցում արդեն հենց այդ օրը հայտնված այդ բազմահազար հայության պահանջը, որպեսզի քաղաքացիական հրահրումներ չլինեն։ Ինչը այսօր անում է Նիկոլ Փաշինյան իր այդ նման ելույթներով, որ եկեղեցու դեմ պայքարի է կոչում։ Իսկ դուք ինչ եք կարծում, այսինքն դուք ինչ հնարավոր սցենար եք այստեղ կանխատեսում հաջողության վեհապարին վեհարանից հանելու հարցում։ Դե գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանը շատ ներողություն, շատ փոքր մարդ է։ Ներողություն ոչ թե Փաշինյանից, այլ ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանը այն մարդը չի, որը իրավունք ունի, լիազորություն ունի եւ այդ ուժն ունի վեհապարին հավատացյալ նայած իր մի հատ իր հետ ճշտեք իր հավատքը որն է, ես խիստ կասկածներ ունեմ ողջամիտ, որ ինքը քրիստոնյա ինձ հետաքրքիր չի, ես իր տեսակը ճանաչել եմ եւ ինձ համար հետաքրքիր չի։ Ինչ հավատքի հետեւով։ Ինքը ազգադավ, պետականական երկիրը դավաճանող մարդ է։ Իսկ կրոնական ուղղությունը։ Այդ արդեն չի հետաքրքրում։ Կարևոր, ինձ համար ինքը ազգադավ դավաճան է։ Այսինքն դուք կարծում եք, որ այս պրոցեսը վեհարանից կաթողիկոսին հանելու չի հաջողելու Նիկոլ Փաշինյանը։ Լինեմ ասում, ինքը այդքան չկա, որ նման գործ իրականացնի։ Հնարավոր է Հայաստան խմբակցությունը սահմանադրական դատարան դիմի Նիկոլ Փաշինյանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգ խախտելու այս տարեկան։ Այն որ դա սահմանադրական կարգ է, դուք ինքներդ էլ ասեցիք, շատ լավ է, որ նաև հանրության մեծամասնությունը հասկանում է, որ դա սահմանադրական կարգի խախտում է, ենթադրյալ չէ, հենց հստակ սահմանադրական կարգի խախտում է, որովհետև մենք հստակ ունենք առաքելական եկեղեցու կարգավիճակը սահմանադրորեն ֆիքսված եւ որևէ մեկին դա սահմանադրական որևէ մարմնի լիազորություն չի տրված այդ սահմանադրության մեջ։ Ոչ թե որպես սահմանադրական մարմին, այսինքն այս դեպքում ոչ թե գործադիր իշխանություն, այլ որպես ինչպես իրենք են ձևակերպում հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես թունդ քրիստոնյա, այդ որ թունդ քրիստոնյան է ըստ էության լիազորություն ունի անհատապես, ինքը կարող է հարց բարձրացնել, բայց վեհապարին ընտրում է ոչ Նիկոլի նման թունդ քրիստոնյան։ Վեհապարի ընտրությունը որոշակի արարողակարգային երևույթ է, եւ այդ արարողակարգով է վեհապարը ընտրվում։ Ուրեմն գնացեք եկեղեցի եւ այդ արարողակարգերը ուսումնասիրեք եւ տեսնեք, որ այնտեղ ոչ մի տողատակերով անգամ Նիկոլը որպես քաղաքացի չի կարող հայտնել։ Հիմա Փաշինյանը համախմբման իր գաղափարը կիսողների համախմբման կոչ է արել։ Ինքը խնդիր ունի այսօր ստուգել հակադիր բևեռը կարող է ձևավորել, խնդիրը այստեղ հակառակ բևեռի ձևավորում, այսինքն այն մարդիկ, որոնք հակառակն են մտածում, կարող են նման բևեռել իրենք ստեղծեն։ Գիտեք ինչ, եթե ինքը հասցնի նրան, որ հանրության մեծ մասը կհանի եկեղեցու դեմ, բնականաբար ես ենթադրում եմ, որ հանրության քրիստոնյա, իրապես քրիստոնյա առաքելական եկեղեցու հետևորդել կորոշի ու կգնա իր պաշտելի եկեղեցուն պաշտպանելու։ Դա նորմալ ողջամիտ կլինի։ Ինչ եք կարծում, ձեզ մոտ որպես քրիստոնյայի հարց առաջանում է Գարեգին երկրորդ կաթողիկոսը որևէ կանոն եկեղեցական խախտել է։ Իսկապես էլ եմ ասում, եկեք այդ նմանատիպ հարցերը ես որպես քրիստոնյա ես
առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Եվ եթե առաքելական եկեղեցին իր վերնախավով ընտրել է վեհափառին, ուրեմն նա ընտրվել է որպես հավատացյալ հարցեր ունեք Գարիկին երկրորդ կաթողիկոսին, որպես հավատացյալ, ես հարց ունեմ, ասենք ձեր նման քաղաքացուն, որ ինչի է այդքան կարևորում Նիկոլ Փաշինյան տեսակին նման հիմար Նիկոլ Փաշինյան տեսակին հիշեցնեմ, դուք ընտրեցիք 2018 թվականին, իսկ ես էլի եմ կրկնում, այո, մենք ես չեմ ճնշում, ես ուղղակի պատասխանում եմ, դուք ճնշում եք, ես չճնշեմ, էլի եմ կրկնում, էլի եմ պատասխանում, մենք նրան ձայն ենք տվել, որովհետև Նիկոլ Փաշինյան ենք ընտրել այդ, որովհետև հանրությունը այդ օրը այնպիսի պորտկումով էր դուրս եկել փողոց, որ հակառակը կարող էր շատ ավելի լուրջ տանել։ Մի քիչ առաջ այլ հարցը պատասխանելով ասացիք Նիկոլ Փաշինյանին բերողները թողա։ Հա, բերողները։ Այսինքն հանրությանը նկատի ունի։ Գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանը այսօր վարակույրներից հետ է, վարակույրների հետևում գտնվող այդ բանը տիկնիկն ինքը տիկնիկ է, որի թելերը գտնվում են վարակույրից հետևում։ Թե ուրիշ մեկը Նիկոլ Փաշինյանին Ժողովրդի պահանջով, թե ուրիշ մեկի պահանջով եք Նիկոլ Փաշինյանին։ Ուրիշ մեկի պահանջով, ժողովրդին խաբելով, ժողովրդի ընտրությամբ։ Դուք իմանալով, որ ինչ որ մեկը ժողովրդին խաբելով Նիկոլ Փաշինյանին եթե ես այն ժամանակ այդքան ամեն ինչի մեջ 100% համոզված լինեի, հաստատ չէի ընտրի։ Ուրեմն այն ժամանակ ես դրա այդ կասկածները միգուցե ունեցել եմ, բայց ես իմ կասկածներով իրավունք չունեի հանրության մեծամասնության պահանջը ամեն դեպքում փողոցում գտնվածների պահանջը չկատարել։ 21 թվականին նույնպես ժողովուրդ ընտրեց իրեն, այդ ժամանակ ով էր խփել ժողովրդին։ Նույն բանը մենք ենք ասում, որ մեզ համար շատ մեծ լուրջ խնդիր է, որ ժողովուրդը 21 թվականին այդ իրավիճակում չդի ընտրել, բայց ընտրեց։ Դրա համար ոչ մեկը չի ասում, որ 21 թվականին Նիկոլը չի ընտրվել։ Դուք լսել եք, ընտրվել է։ Ցավոք սրտի ընտրվել է։ Բայց հիմա ինչ ասեմ, ժողովուրդն ընտրությունը ընտրել է։ Բայց հիմա այս պահին Նիկոլը շատ լավ հասկանում է, որ նման վերընտրություն այլևս չի լինելու։ Եվ դրա համար ինքը հարձակվելու առաքելական եկեղեցու վրա, դրա համար ինքը հարձակվելու է դաշնակցության վրա, դրա համար ինքը հարձակվելու ազգային ցանկացած ուժի վրա, ով կարող է որևէ կերպ խափանել իր վերընտրությունը։ Հիմա մտավախություն չունեք, որ ընտրություններ լինի, հնարավոր է կրկին Փաշինյանը վերընտրվի։ Անկեղծ ասած ոչ։ Կարծում եք հիմա անկեղծ ասած արդեն չունեմ այդ մտավախությունը։ Ինչու՞։ Որովհետև յուրաքանչյուր ոլորտում, յուրաքանչյուր խավի նա իր ձևով, իր չափով խափել է եւ հանրությունը այսօր միգուցե, հա, անուն չի դնում, որ ինքը վարչապետի հրաժարական է պահանջում, բայց ամեն օր, ամեն ժամ կառավարության գործունեության դեմ որևէ տեղ ցույց կա, հակընդդեմ ինչ որ միտինգ կա, պահանջ կա, հենց դա էլ նշանակում է, որ հանրությունը այսօր կառավարությունից դժգոհ է։ Իսկ այդ կառավարության ղեկավարին վերընտրվել, ես անկեղծ ասած չեմ հավատում, որ ինքը որևէ կերպ վարչական ռեսուրսներ օգտագործելուց բացի 20% ընտրություններով պետք է Փաշինյանին հեռացնել, թե փողոցային Գիտեք ինչ, փողոցային պայքարը պետք է բերի արտահերթ է հերթական ընտրությունների, բայց փողոցային պայքարը պետք է լինի հիմքում։ Դրանք երկուսը իրար հետ համադրելի գործողություններ պետք է լինեն։ Միայն փողոցային պայքարով չենք հասնի։ Ինչու չկա դաշնակցության շուրջ համախմբելու ինչ է կարել էլի Տիկին Գյուրեղյան։ Որովհետև տարիներով դաշնակցության դեմ որպես ազգային ու որևէ մեկի կողմից չստեղծված, այլ ինքնուրույն ստեղծված ազգային ուժ անընդհատ քարկոծվել է եւ շատ ուժերի համար ինքնուրույն ստեղծված ազգային ուժը լուրջ խնդրեմ է։ Այդպես։ Քոչարյանի հետ այս միավորումը արդյոք դաշնակցությանը խանգարում է, թե ոչ որ որպես ազգային ուժ կարողանա գալ իշխանության եւ երկիրը փրկել։ Ինչի դուք ուզում եք ասել Քոչարյանը հակազգային ուժ է։ Չէ, ես նման բան չասեցի, դուք ասեցիք, դուք ասեցիք եւ ես ասեցի նկատի ունեմ որպես քաղաքական գործիչ, որը քննադատվում է շատերի կողմից, այդ որևէ դուք կարող եք նշել որևէ գործող իրականում կառավարության դեմ գործող որևէ ուժի ոչ քննադատություն նշել։ Եթե ուժը կառավարության դեմ է, բնականաբար նա պետք է քննադատվի։ Չկա այդպիսի ուժ, ինքը կառավարության դեմ գործի ու չքննադատվի։ Եթե այդպիսի բան եք դուք պատկերացնում, ես սխալվում եմ։ Որոշում ընտրություններում Քոչարյանի հետ դաշնակցությունը մասնակցելու է, թե առանձին։ Առայժմ դեռ ոչ։ Առայժմ դեռ այդ մասին չենք քննարկել։ Վերջ։ Շնորհակալություն։
Ինչ է ասում։ Բախմեմ։ Մեծ մասը կպեսեցը զրույց դնում էլի եթե։ Հիմա եթե ուրիշ մեկը բաներ։ Բայց ինչ ան, ես ընդեղ